Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալը մոտենում է ավարտին, մնացել է ընդամենը 5 սերիա։ 5 սերիա, որոնք պետք է պատասխանեն տարիներով կուտակված հարցերին, փակեն հերոսների ճակատագրերը և վերջ դնեն մի պատմության, որը երկար ժամանակ եղել է ամենաքննարկվող հեռուստանախագծերից մեկը։ Երբ սերիալը նոր էր սկսվում, շատերը կարծում էին, որ սա պարզապես ընտանեկան դրամա է լինելու, սակայն ժամանակի ընթացքում այն վերածվեց պատմության, սիրո, վրեժի, խանդի, սխալ որոշումների, ծնողների ու երեխաների հարաբերությունների, թաքցված ճշմարտությունների և ներելու կարողության մասին։ Հերոսներից յուրաքանչյուրն անցավ իր ճանապարհը, բայց թերևս ամենահակասական կերպարներից մեկը մնաց Հասմիկը։ Եվ հենց Հասմիկի ավարտն է, որ ամենաշատ քննարկումներն է առաջացրել։ Սոցիալական ցանցերում շատ հեռուստադիտողներ խոստովանում են, որ Հասմիկի նկատմամբ երբեք առանձնահատուկ համակրանք չեն ունեցել։ Նրանք զայրանում էին նրա քայլերից, նրա խանդից, նորոյին կյանքին խառնվելու փորձերից, Մագդայի նկատմամբ թշնամանքից և այն փաստից, որ նա բազմիցս փորձել է իր զգացմունքները վերածել ուրիշների համար ցավի։ Նա մանիպուլացրել է մարդկանց, համագործակցել Բաբկենի հետ, նա թույլ տվեց, որ վիրավորված սիրտը ղեկավարի իր որոշումները, և բնականաբար շատերը ցանկանում էին, որ նա պատասխան տար իր արարքների համար։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր տարբերություն. հեռուստադիտողները ցանկանում էին արդարություն, ոչ թե ողբերգություն։ Շատերը գրում են, որ Հասմիկը պետք է դաս քաղեր, պետք է տեսներ, թե ինչ վնաս է հասցրել մարդկանց, պետք է ներողություն խնդրեր, փոխվեր և փորձեր ապրել այլ կերպ։ Նրա պատմությունը կարող էր դառնալ վերափոխման պատմություն, մի աղջկա պատմություն, որը սխալվեց, կորցրեց իրեն, բայց վերջում գտավ ուժ փոխվելու։ Դրա փոխարեն, եթե նրա մահը հաստատվի, դա շատերի համար չափազանց դաժան ավարտ կլինի, ինչը և հաստատվեց, երևաց Էլիզի խոսքերից, որն ուղղված էր Նորոյին, հատկապես այն պատճառով, որ վերջին սերիաներում Հասմիկի մեջ պետք է արթնանար խղճի խայտ։ Սակայն նույնիսկ հիմա սերիալը չի տալիս բոլոր պատասխանները, Լանային մեղադրում են Հասմիկի մահվան մեջ, բայց արդյոք դա իրականում այդպես է։ Շատ հեռուստադիտողներ համոզված չեն, նրանք գիտեն, որ Լանան ոչ մի վատ բան չի արել Հասմիկին, այո, նրանք վիճել են, որովհետև Հասմիկը նրան վիրավորեց ու ասաց, որ նրա ծննդաբերության ժամանակ պետք է չդիմանար ու մահանար ոչ միայն նա, այլ երեխան, որ իր կյանքը դժոխքի չվերածեր, բայց դա չի նշանակում, որ Լանան ընդունակ է մարդ սպանելու։ Լանան որքան էլ հակասական կերպար լինի, ամբողջ ընթացքում առաջնորդվել է մեկ հիմնական նպատակով՝ պաշտպանել Մագդային։ Նա ստել է, թաքցրել ճշմարտությունը, սխալ որոշումներ է կայացրել, բայց նրա գործողությունների հիմքում հիմնականում վախն ու մայրական բնազդն են եղել։ Նա երբեք չի ներկայացվել որպես սառնասիրտ մարդասպան, իսկ ահա Բաբկենի դեպքում պատկերը բոլորովին այլ է։ Նույնիսկ մահից հետո նա շարունակում է մնալ այն կերպարը, որի ստվերը տարածվում է բոլորի համար։ Դեռ հայտնի չէ՝ Բաբկենը մահացել է, թե ոչ։ Հավանաբար հենց Բաբկենն էլ կազմակերպել է այս ամենը։ Հենց նա շահագործեց Հասմիկի խանդն ու օգտագործեց բոլորի դեմ։ Նա կասկածների սերմեր ցանեց Նորոյի մեջ, նա էր խաբում սեփական մորը։ Հասմիկը ոչ միայն մեղավոր էր, այլ դարձավ հերթական զոհը։ Սա, իհարկե, ընդամենը ենթադրություն է, առայժմ սերիալը վերջնական պատասխան չի տվել, բայց այն փաստը, որ վերջին 5 սերիաներում դեռ կան այսքան հարցեր, ապացուցում է, թե որքան խճճված են դարձել հերոսների ճակատագրերը։ Մնացել է հաշված օրեր, Նորոն դեռ պետք է պարզի Շուշանի մահվան ամբողջ ճշմարտությունը և հաղթահարի իր կասկածներն Արշակի նկատմամբ։ Արշակը պետք է վերջապես ազատվի տարիներով իր վրա դրված մեղադրանքների ծանրությունից։ Մագդան պետք է սովորի ապրել նոր ինքնությամբ, ընդունելով, որ Լանան իր մայրն է, իսկ անցյալը բոլորովին այլ է եղել, քան ինքը պատկերացրել էր։ Լանան պետք է պատասխան տա իր լռության ու գաղտնիքների համար, բայց նաև հնարավորություն ստանա վերագտնելու կորցրած դստերը։ Էլիզա, Ալինան, Արևը պետք է վերջապես ունենան այն ընտանիքը, որի մասին միշտ երազել են, առանց ստերի ու փոխադարձ ատելության։ Եվ Հասմիկի պատմությունն, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի, արդեն դարձել է սերիալի ամենաողբերգական գծերից մեկը, որովհետև նա վատ մարդ չէր ծնվել։ Նա պարզապես թույլ տվեց, որ խանդը, մոլուցքը և վիրավորված սերը ղեկավարեն իր կյանքը։
Եվ գուցե հենց սա է նրա կերպարի գլխավոր դասը, երբ մարդը երկար ժամանակ ապրում է վրեժի զգացումով, նա կորցնում է ոչ միայն իր սիրելի մարդկանց, այլ ինքն իրեն, ուրիշի ընտանիքը մոտենում է ավարտին ընդամենը 5 սերիա։ 5 սերիա հասկանալու համար, թե արդյոք ճշմարտությունը կարող է բուժել տարիների վերքերը, արդյոք ներում հնարավոր է ամենածանր ցավերից հետո, եւ արդյոք այս հերոսները վերջապես կկարողանան դառնալ ոչ թե ուրիշի ընտանիք, այլ պարզապես ընտանիք, դե ինչ, մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Միացեք, որպեսզի միասին բացահայտենք սերիալի շուրջ քննարկումների, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը, միացեք, քննարկենք եւ իհարկե բացահայտենք հետաքրքիր նորություններ միասին։